Արցախի խնդիրը, որ եղավ Արցախի դեպքերը, որ կային, դրանք զուտ Արցախի դեպքեր չեն եղել, դրանք եղել են ընդհանրապես երկրորդ ենթափուլի համար նախատեսված, երկրորդ, որ նոր ասեցի, 6 ենթափուլանոց մեր տարածաշրջանի համար նախատեսված ակտերից մեկը, բայց այդ ակտը ինքը շարունակականություն ունի, այդ ակտը վերաբերում է նաև Սյունիքի հետ կապված իրենց մտադրություններին, ինչ իրական մտադրություններ ունեն։ Այն, որ հիշում եք երրորդ նախագահը, որ ասաց, ես պարտվել եմ հզոր ուժերի, այդ հզոր ուժերը դրանք ոչ թե Ռուսաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ դրանք դա Global Deep State-ն է, որը հրահանգել է իր ծրագրերի շրջանակներում իշխանության փոխանցումը հաջորդ տվյալ պահին այս իշխանությանը, որպեսզի չակերտավոր, այսպես ասած, լուծում ստանա Արցախի խնդիրը։ Բայց Արցախի խնդրի լուծումը ինքը եղել է մաս, այդ հրահանգը տրվել է ոչ թե Արցախի խնդիրը լուծելու համար, այլ տրվել է այսպես ասած նախապատրաստելու աշխարհաքաղաքական մեծ ճեղքում իրականացնելու համար։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մտադրություն է եղել Արցախի խնդրից հետո, երկրորդը Սյունիքի տարածքով այսպես կոչված, այս որ նշված է այդ հռչակագրի մեջ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման, այդպիսի պատրվակներով ստեղծեն հնարավորություն Ռուսաստան, Հայաստան, Իրան որոշակիորեն, հարաբերականորեն էֆեկտիվ գործող, ինչ որ չափով էֆեկտիվ գործող եւ ամբողջ Եվրասիական բլոկում հավասարակշռություն պահող այդ առանցքի դեմ, առանցքի մեջ ստեղծեն ճեղքվածք եւ այդ ճեղքվածքի միջոցով պրովոկացիա իրականացնեն, ընդհանրապես պրովոկացիա իրականացնեն եւ սկսած Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանին աշխարհաքաղաքական նոր հավաքությունների համար հավաքությունները կամ ունեցած հավաքությունները իրականություն դարձնելու պրովոկացիա եւ միջինասիական պետությունների համար, որ նրանք պոկվեն Ռուսաստանից եւ դրանով մեծացնեն իրենց գլխավոր հակառակորդի Ռուսաստանի աշխարհաքաղաքական սալի ջարդման հնարավորությունները։ Այս ամեն ինչը մեծ աշխարհաքաղաքական բլոկների ազդեցության գոտիների վերաձևավորման համար է արվում։ Եվ արվում է նրա համար, որպիսի բաժանելու եւ տիրելու սկզբունքով, ֆրագմենտացնելով, հատվածականացնելով աշխարհաքաղաքական ամբողջ տարածությունը, իրենք հնարավորություն ունենան իրենց, այսպես ասած, բավական հզոր ազդեցությամբ ռեպրեսիոն գործիքների միջոցով, որոնք կոչվում են գերակա միջոցներ, կոչվում են վերպետական իշխանության կամ գլոբալ խորքային պետության գերակա միջոցներ, այդ միջոցներով իրանք իրանց ծրագրերը իրականացնում են, որպեսզի հնարավորություն ունենան հեշտությամբ դնեն այդ իրականացնեն այդ միջոցները, այսինքն հիմա